Ես Արցախից եմ, ապրում եմ Արարատի զոդում, անունս Վարսիկա ու մի տարի աշխատում եմ։ Որպես Հավաքարար։ մակրոյինիկ։ Ահա, այո։ Շատ լավ։ Արդեն երկրորդ օրն է Արարատի աշխատանքը կարծես խաթարված է, 3 իրավապահներ են դեռ դռները եւ չեն կարողանում գնալ եւ աշխատել։ Ձեր կարծիքը արձագանքը ո՞րն է տեղի ունեցողի վերաբերյալ, նաեւ սեփականատերահ Գագիկ Ծաղիկյանն է կալանավորվել, ինչպես կմեկնաբանեք դուք այս տեղի ունեցած։ Կներեք խոսքը այդպես շեղելու համար զուտ կմեկնաբանեմ, որ ես որ տեսա, որ Գագիկ Ծառուկյանին, պարոն Ծառուկյանին իրանց օջախի մեջ անենց են չոքած ձերբակալել, ես այդ րոպեին պատկերացրի, որ ադրբեջանցիները մտել են Հայաստան։ Թուրքը այս ձևի չի անի երբեք։ Ու բացի դրանից, ես 17 տարեկանի, 50 տարեկան եմ, 17 տարեկանից տարբեր տեղեր աշխատել եմ, տարբեր տեղեր։ Բայց մի հատ, որպես դու Հայաստանի քաղաքացի, ես էլ եմ Հայաստանի քաղաքացի, կապ չունի, մինչ մի տարի առաջ եղել եմ Ղարաբաղի քաղաքացի, այսօր Հայաստանի քաղաքացի եմ։ Դու երբևէ միտեղ աշխատել ես, որ տունը նստած քեզ վարձատրվես։ 70%-ըդ դու ստանաս, այդպես բան կար, Հայաստանում այտենց մի հատ ցույց տուր, որ դու տունը նստած աշխատավարձից 70% ստանաս։ Քեզ մի հատ դժբախտ դեպք պատահի, Գագիկ Ծառուկյանը քեզ ձեռք մեկնի։ Իսկ ձեր դեպքում եղել է Այո։ Ես տղես վթարիա ենթարկվել, այդ րոպեին դիմեցի մեր պետին ու 200,000 ինձ աջակցեց այդ Գագիկ Ծառուկյանի ֆոնդից ես ստացա այդ գումարը։ Կներեք։ Ու լիքը տենց բաներ։ Ես 2 ամիս առաջ գնացել ենք Էջմիածին էքսկուրսիա, ավտոնել են տրամադրել, այդ տեղի համարել են վճարել։ Ես անես բաներ եմ տեսել ես մի տարվա մեջ։ Ես պատկերացրու, որ ես ափսոս եմ ապրում այդ մարդու համար, որ այսօր այդ մարդը արժանի չի։ Ոնց կարելի է մի մարդուն այդ ձևի սպորտ առաջ գնացած սովետի վաղտ խիչ մի անգամ մի հատ Հայաստանից դուրս գնացել մի հատ չեմպիոն։ Էդի սաղ Ծառուկյանի շնորհքն է։ Լիքը բաներ ես պրոստը որ ասում եմ մի քիչ լարված, ջղայնացած, չգիտեմ, ափսոսանք եմ ապրում այդ մարդու համար։ Չի կարելի։ 10 քանի հազարավոր մարդ այսօր մնացել են անգործ։ Ինչա պատասխանալ տալու մեր վարչապետը։ Ինչա անում ես մեր երկրի վրա։ Լավ թողնենք գնանք այս երկրից։ Ղարաբաղից եկել եմ, որ իմ երեխային ամուսնացնեմ, ստե ապագա տենամ։ Ինչ թողել եմ, ով որ չի վայելելու ոչ մեկի իմ ունեցվածքը։ Բայց այսօր եկել եմ ստե գտնեմ։ Այսօր մեր բարերար մարդուն իր օջախի մեջ, իր կնգանտ դեմը, իր երեխեքի դեմը մեջքից հարվածում են, գցում են գանդալները ձեռը։ Չի կարելի այդ ձևի ախր։ Չեմ քաղաքականացնում։ Ուղղակի ափսոս է տենց մարդուն, տես չի կարելի ախր։ Այսինքն որ թողեցրել է ձեզ իրեն այսպես ձերբակալելու վիճակը, հա, ինչ վիճակով տարան, ինչպես։ Հա, ես նման մարդ արժանի չի։ Նման մարդ արժանի չի այդ վերաբերմունքին։ Սա դուք տեսեք շատ է խոսվում, որ քաղաքական հաշվեհարդար է Փաշինյանը, հա, դիմադիրներին։ Ես չգիտեմ, ես շատ որ ասում եմ այդքան չեմ իմանա այդ ինչ է կատարվում, բայց նման մարդուն միգուցե կարելի է այդ ձևի վերաբերված իր օջախի մեջ։ Տերորիստին այդ ձևի չեմ ձերբակալում, ոնց որ Ծառուկյանին։ Ուղղակի ափսոս է, էլի։ Մեկ էլ դեմում են, որ օրինակ ասենք այդ քանի հազար մարդ այսօր որ տունը նստած է, ինչ ալնելու ես մեր երկրի վիճակը։ Այս հարկերի վիճակով դու մեր պարոն Փաշինյանը լիքը թոշակ է տալիս, չգիտեմ ինչեր է անում, տարի ամսեկան տես Ծառուկյանը ինչքան հարկեր է տալիս, այդ ոնց է լինելու։ Ու դու նենց ես անում, որ սաղը թողնենք զզվենք, ախր այնքան մարդ գիտեն, որ քեզ է ընտրել, Նիկոլ,
Որ դու այսօր դու թողնես իրան անգործ, հա? Ու չեմ էլ իմանում, երբ կաշխատենք, ինչ կանենք, այս ժողովուրդը ոչ ինչ չգիտեն ինչ անեն այսքան ժողովուրդը։ Խիը կտեն ցանում այսքան ժողովուրդին։ Թողնենք, փախնենք ստեղից։ Ով ապրի ձեր երկրում։ Անելի վիճակն է։ Այո, այո։ Աշխատելու է։ Ու աշխատելուն գիտես ինչ կա, կարող է վաղը չեմ մյուս օրը գնամ մի հատ ուրիշ տեղ աշխատեմ։ Հարցը որ այս մարդու արածն եմ ափսոսում, էլի։ Մարդը այսքան երկրի համար արած ունի, ու այսօր ոնց են վերաբերվում։ Էդ զուտ էտա։ Այսօր աշխատանքը կա, վաղը չկա, մյուս օրը կարող գնանք Երևան աշխատենք։ Հարցը այդ չի։ Հարցը այսօր զուտ մեր պարոն Ծառուկյանն է։ Մեծատարով մարդն է, որ արժանի չի նման բան անելու, նենց էլի։ Ես չգիտեմ, էտա զուտ։ Եթե աջակցություն իրեն ինչ-որ փողոցային պայքար սկսվի դուք պատրաստ եք։ Անպայման։ Ես մեր պարոն Ծառուկյանի կողքին եմ միշտ։ Այնքան այսօր սպորտմերուներ ունենք, սուս ու փուս նստած են ամեն իրաց տներում, բայց ամեն մի գալուն մեդալ էր տալիս։ Առաջ էր տանում մեր սպորտը։ Այսօր ուր են այս մեր սպորտմենները։ Քիչ են ձեն հանում մի հատ։ Ինչի՞ չեն անում, դուք մեկ եք հարցը պատասխան։ Ես չգիտեմ։ Այն մի հատ բլոգեր Բելա կար։ Ծառուկյանը ծտի նման հանեց ընդեղից ինքը Բելարուսիայից, որ պետք է վիզը կտրեին այդ Բելային։ Ծառուկյանի նման մարդը հանեց Բելային, բա ուր եք։ Մի հատ ձեն հանեք էլ այդ մարդը այսօր ինչ օրի է հասել։ Որ բարես չի բանանեմ կրկնեմ որ ինչ ձևի են հանել տնից։ Չի կարելի ախր այդ ձևի։ Այսօր զուտ ցեմենտը չի, այսօր տես քանի գործարան կայնած է այսօր ժողովուրդը փաստի առաջ կանգնած են։